միանշանակ մերժել ենք ընտրությունների արդյունքները եւ դրա որպես գործուն քայլ, որպես դրսևորում այդ հայտարարության հետևողականության մենք վիճարկել ենք ամբողջ Երևան քաղաքի բոլոր ընտրատարածքային ընտրական տեղամասերում վիճարկել ենք ընտրության արդյունքները եւ խնդրել ենք վերահաշվարկ իրականացնել։ Գիտեք, որ Երևան քաղաքում վերահաշվարկի համար դիմում ենք ներկայացել բոլոր ընտրատեղամասեր եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, այդ մասին նաեւ հայտարարությամբ հանդես եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նաեւ նման դիմումներ ներկայացվել են մի շարք մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Վերահաշվարկից հետո հաջորդ քայլը, որը մենք իրականացրինք, ըստ էության 17 ընդդիմադիր ուժերից 2 ընդդիմադիր ուժերն էին, Ուժեղ Հայաստանը եւ Միացյալ Թևեր կուսակցությունը, որոնք դիմում են ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրելով 101-րդ հոդվածի հիման վրա ընտրական օրենսգրքի անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրությունները եւ նշանակել վերաքվեարկություն։ Չհաշված նաև ԲՀԿ-ն, որը եւս դիմում էր ներկայացել, բայց այնտեղ ժամկետների պահպանման խնդիր կար ու այդ դիմումը չքննարկվեց։ Հունիսի 14-ի այդ որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դրա վերաբերյալ մենք 3 հանդես ենք եկել հայտարարությամբ, չընդունելով այդ որոշումը, համարելով այն ոչ իրավաչափ, առնվազն մի շարք օրենսդրական խնդիրներ եւ օրենքի պահանջներին հակասող լինելու հիմքով եւ հայտարարել ենք այնպես ինչպես նախկինում ենք հետեւողական եղել հետագա իրավական քայլեր ձեռնարկելու հանձնարարության մասին։ Սա կարևոր արձանագրում է, կուզենայի հատկապես շեշտել տեր կանգնելու մեծ ձայն տված այդ 33537 քվեներին, որովհետեւ այդ մարդիկ եկել են ընտրության եւ մտել են ընտրատեղամաս հավատալով մեզ, ձայն են տվել մեզ եւ մենք մինչեւ վերջ բոլոր օրենքով չարգելված իրավաչափ եղանակներով գնալու ենք մինչև վերջ, պաշտպանելու այդ քվեները։ Այդ թվում դիմելու ենք սահմանադրական դատարան։ Ինչ է տալու ձեզ։ Հիմա ես եթե թույլ տաք հարցերի համար հիմա կբացենք հարթակը, կարծում եմ, եթե թույլ տաք ես նաև կարճ կներկայացնեմ, թե որն է մեր դիմումի էությունը, որովհետև այստեղ շատ է խոսում քվեարկության արդյունքների մասին, բայց մեր ամենևին չանտեսելով դա եւ շատ կարևորելով մենք կարծում ենք, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը այն պատճառով եւ այն հիմքերով, որ նախընտրական ամբողջ process-ի ընթացքում ընտրողների վրա, մեր քաղաքացիների վրա գործադրվել են, կիրառվել են այնպիսի միջոցներ, հատկապես իշխող քաղաքական ուժի մասին է խոսքը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ պետական ապարատի, որ ընտրողները չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը ընտրատեղամասերում, այսինքն բառացիորեն խախտվել է սահմանադրությամբ պաշտպանվող ընտրության ազատությունը, այսինքն ընտրությունները չեն եղել ազատ եւ հավասար։ Դե սահմանադրության տեքստը նայեք, կտեսնեք, որ սկզբունքներ կան ընտրության եւ այդ ընտրության սկզբունքներից երկուսը ընտրությունների ազատությունը եւ հավասարությունը խախտված է եղել հենց ընտրության օրը։ Այն գործողությունների արդյունքում, որոնք եղել են ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Դրանք մի քանիսն են, մի քանի խումբ են։ Նախ եւ առաջ կուզենայի անդրադառնալ եւ շեշտել պետական ռեսուրսի աննախադեպ կիրառումը եւ չարաշահումները, որոնք եղել են ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Մենք բազմաթիվ օրինակներ ենք ներկայացրել եւ ընդդիմադիր ուժերը եւս իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկայացրել են կոնկրետ դեպքեր, թե ինչպես է պետական ռեսուրսը, վարչական ռեսուրսը օգտագործել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից քարոզարշավի ժամանակ եւ նաեւ ներկայացվել են ապացույցներ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ես ցավում եմ, որ այդ ապացույցներին հանձնաժողովը այդպես էլ անդրադարձ չկատարեց, ինչպես որ պետք է անել ըստ օրենքի։ Օրինակ դրսևորումներից մեկը այն էր, որ հիշում եք, հրապարակեցինք մենք ձայնագրություններ, թե ինչպես են տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարներին ստիպում, որպեսզի մարդկանց հավաքագրեն, ուսուցիչներին հավաքագրեն եւ տանեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հավաքներին եւ դրա մասին հաղորդում ներկայացրեցինք մայիսի 18-ին Հայաստանի գլխավոր դատախազություն չունենք այս պահին որևէ արձագանք եւ ընթացք այդ գործի մասին։ Տարբեր համայնքներում եւ մոտ 2 տասնյակի հասնող օրինակներ են դարձյալ ներկայացել հանձնաժողովին, այն համայնքներում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը ավականի է ձևավորել եւ ունի համայնքի ղեկավար, ընդունվել են որոշումներ համայնքի ավականու կամ համայնքի ղեկավարի մակարդակով նախընտրական քարոզարշավի ժամանակ
օրինակ տարբեր քաղաքացիների անհատույց գույք տրամադրելու, նվիրատվություն իրականացնելու, ֆինանսական օժանդակություն տրամադրելու, գույքը հարկից եւ այլ պատասխանատվության այլ միջոցներից ազատելու վերաբերյալ եւ այդ անձին գնացել են ընտրատեղամաս։ Երբ որ համեմատում ենք տվյալները, ուրեմն գրանցամատյանների, ընտրության ժամանակ այդ ստորագրությունների հետ քաղաքացիների կողմից տրված, մենք տեսնում ենք, որ այն անձինք, ովքեր որ ստացել են այդ գույքերը, նրանք ազատվել են որոշակի հարկային պարտավորություններից, հետագայում նաև մասնակցել են ընտրություններին։ Սա կոնկրետ տենդենս է, եւ սա միայն մեկ օրինակ է։ Գիտեք, հանձնաժողովը երբեմն այսպես հայտարարություններով հանդես է գալիս, որ այ չկա որևէ բացահայտում, չեք դիմել, ժամանակ ունեի, կարող եք դիմել, այստեղ լեգիտիմ հարց է առաջանում։ Նախընտրական քարոզարշավը քաղաքական ուժերի համար իրենց ծրագրերը եւ իրենց մոտեցումները ներկայացնելու ժամանակահատվածն է։ Քաղաքական ուժերը չպետք է ընկած լինեն իրավախախտումները բացահայտելու գործիքներ կամ գործողություններ իրականացնելով։ Դա պետության պարտականությունն է, իրավապահ մարմինների պարտականությունն է։ Եթե կներեք, բայց եթե կուսակցությունները պիտի այդ ամբողջ 25 օրվա կամ 30 օրվա ընթացքում քարոզարշավի իրենց ուժերով ընկնեին ու բացահայտեին այս բոլոր իրավախախտումները, ինչի համար են ուրեմն իրավապահ մարմիններն ու պետական ապարատը, մի քանի հազար աշխատակից ունեցող պետական ապարատը։ Եվ մենք կոնկրետ օրինակներով ենք ցույց տվել այն տենդենսը, այն ալիքը, որը եղել է ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Այո։ Անվավեր ճանաչել եւ վերակրակցություն նշանակելու։ Չէ, այնտեղ կետեր կան, որտեղ որ ուրեմն սահմանադրական դատարանը անվավեր ճանաչելուց հետո ինչ գործողություններ է իրականացնում, մանդատների նոր բաշխում եւ եթե չեմ սխալվում, այո, եւ երկրորդ փուլի նշանակում ընտրությունների։ Անվավեր ճանաչվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ազգային ժողովի ընտրությունները կայացած համարելու եւ մանդատների բաշխման վերաբերյալ հունիսի 14-ի որոշումը։ Եվ նոր մանդատների նոր բաշխման նոր ակցիաներ։ Տեսեք, դա սահմանադրական դատարանի լիազորությունն է, թե ինքը որ լիազորությունը կկիրառի եւ կախված կլինի սահմանադրական դատարան։ Այս պահին թույլ տվեք դրա մասին, այսպես նաև տակտիկական առումով շատ չբացահայտել, որովհետև մենք ունենք բացի սահմանադրական դատարան դիմելուց այլ մի քանի այլ իրավական ընթացակարգեր, որոնց մասին 1-2 օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգանք, դարձյալ այս պահին նպատակահարմար չենք համարի դրա մասին բարձրաձայնելը։